Ձեռք բերեք իտալական նրբագեղ ու բարձրակարգ սալիկների նշված տեսականին, վճարելով բացառիկ 4400 դրամ 1 քառակուսի մետրի համար։ Ողջույն, դուք դիտում եք առաջին լրատվականը, ես Ժիրայր Ոսկանյանն եմ։ Կիևը պատրաստ է Ռուսաստանի հետ ուղիղ բանակցություններ սկսել, եթե Մոսկվան մայիսի 12-ից ամբողջական, տևական եւ հուսալի հրադադար հաստատի, հայտարարել է Ուկրաինայի նախագահը ի պատասխան շաբաթ երեկոյան Ռուսաստանի նախագահի հայտարարության, որով վերջինս Ուկրաինային առաջարկել էր Ստամբուլում մայիսի 15-ին վերսկսել ուղիղ բանակցությունները։ Դրական նշան է, որ ռուսները վերջապես սկսել են մտածել պատերազմը դադարեցնելու մասին։ Ամբողջ աշխարհը շատ երկար ժամանակ է սպասում է դրան։ X-ում գրել է Վոլոդիմիր Զելենսկին, միաժամանակ ընդգծելով ցանկացած պատերազմ իսկապես դադարեցնելու առաջին քայլը հրադադարն է։ Մենք սպասում ենք, որ Ռուսաստանը կհաստատի լիակատար, երկարատև եւ հուսալի հրադադար արդեն մայիսի 12-ից ընդգծել է նա։ Կիևը եւ Ուկրաինային աջակցել պատրաստ երկրների կոալիցիան Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի ղեկավարների գլխավորությամբ Մոսկվային առաջարկել էին 30-օրյա հրադադար հաստատել, Եվրամիությունը եւ Միացյալ Նահանգները զգուշացրել էին, եթե Կրեմլը չհամաձայնի, կլինեն պատժամիջոցներ։ Ի պատասխան արդեն Վլադիմիր Պուտինը առաջարկում է նոր բանակցություններ խնդրի համապարփակ կարգավորման շուրջ, չբացառելով, որ այդ ընթացքում կողմերը կարող են համաձայնության գալ նաև կրակի դադարեցման ռեժիմի վերաբերյալ։ Գրեթե համանման ձևակերպմամբ հայտարարությամբ նաև Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան էր հանդես եկել, նշելով նախ բանակցություններ, հետո հրադադար։ Միացյալ Նահանգների նախագահը եւս ողջունել է Պուտինի հայտարարությունը եւ սպասում է Ստամբուլում երկկողմ բանակցություններին։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Պուտինի առաջարկն անվանել է առաջին, բայց ոչ բավարար քայլ խաղաղության ուղղությամբ։ Նրանք պնդում են նախ հրադադար, հետո արդեն բանակցություններ։ Զրուցակիցս քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանն է։ Բարև ձեզ, պարոն Բադալյան։ Պարոն Բադալյան, նախ ընդհանուր մեծ իրավիճակը, հասկանանք ինչ է կատարվում Ուկրաինայի շուրջ։ Ռուսական առաջարկին բոլորը կողմ են։ Ուկրաինան կողմ է, նահանգները, Եվրամիության առանցքային երկրները եւ իդեպ հիշեցնեմ, որ նաեւ հեռախոսազրույց ունեցան Պուտինը եւ Էրդողանը, Էրդողանը ասաց, որ սպասում են նրանց Ստամբուլում այդ բանակցությունների համար մայիսի 15-ին, Վոլոդիմիր Զելենսկին այնուհետեւ հայտարարեց, որ մեկնելու է Ստամբուլ եւ այնտեղ սպասելու է Վլադիմիր Պուտինին, Նախ ասենք, որքանով է հավանական, որ Պուտինը կներկայանա Ստամբուլ Զելենսկու հետ ուղիղ բանակցությունների, որից հետո արդեն շարունակենք։ Սրանով գուցե Ուկրաինան ընդգծում է ուկրաինական կողմը, որ եթե իսկապես դուք պատրաստ եք խաղաղության, եկեք հենց առաջին դեմքերով նստենք եւ այդ խաղաղությունը բանակցությունները սկսենք, Մյուս կողմից ռուսական կողմը պնդում է նախ բանակցություններ, հետո հրադադար, Ուկրաինան եւ նրա աջակից թևը պնդում է նախ հրադադար, հետո բանակցություններ։ Ինչի մասին է այս ամբողջ գործընթացը, որքանով է հավանական այս բանակցությունները կամ դրանք կարող է լինեն տեխնիկական, թե այնուամենայնիվ բովանդակային բնույթ կրեն։ Իմ կարծիքով այս գործընթացը Միացյալ Նահանգներ, Ռուսաստան, Չինաստան եռյակի շրջանակում քննարկումների մասին է եւ նկատենք, որ Թուրքիայի դերի վերաբերյալ ավելի կոնկրետ հայտարարություններ սկսեց անել Միացյալ Նահանգների նախագահ Թրամփը մի քանի օր առաջ Էրդողանի հետ իր հեռախոսազրույցից հետո, երբ գրեց, որ իր կարծիքով Էրդողանը կարող է դեր ունենալ բանակցության կամ կարգավորման հրադադարի գործընթացում։ Հետո մայիսի 8-ին մենք տեսանք Չինաստանի նախագահի այցը Մոսկվա եւ դրա ընթացքում բավական բազմաշերտ եւ շատ տևական բանակցությունից հետո հայտարարություններ դարձյալ բազմաշերտ երկկողմ հարաբերությունից մինչև միջազգային հարաբերությունների ստրատեգիական անվտանգության, այսինքն միջուկային անվտանգության հարցեր եւ այլն։ Եվ նաև կեսգիշերին արդեն բազմաթիվ այլ հանդիպումներից հետո կեսգիշերին Պուտինի ներողություն ասուլիսը կամ հայտարարությունը եւ այդ ազդարարումը, որ առաջարկում է հանդիպում ունենալ Ստամբուլում։ Սա ցույց է տալիս, որ քննարկվել է ամերիկա-ռուսական տիրույթում այդ տարբերակը եւ Ռուսաստանը, որը անկասկած ուկրաինական պատերազմում սկզբից այդ մինչև հիմա էլ գործում է Չինաստանի հետ համակարգված, որովհետև Չինաստանի աջակցությունը էական նշանակություն ունի Ռուսաստանի տնտեսական դիմադրունակության տեսանկյունից, համաձայնեցնելով թերևս Չինաստանի նախագահի հետ սկզբունքային հարցերը,
արձագանքեց նաև արդեն Միացյալ Նահանգների հետ քննարկումների այս երկխոսության տրամաբանության մեջ դերևս շոշափված այդ մեխանիզմին։ Ինչ որ իմաստով սա կարող է լինել հետևյալ տրամաբանությունը, այսինքն բերել Ռուսաստանին եւ ներողություն Ռուսաստանին եւ Ուկրաինային, այսպես ուղիղ բանակցության դաշտ, որտեղ արդեն կարող են քննարկվել հարցեր, որոնք հնարավորություն կտան նաև Զելենսկուն ինչ որ ճանապարհ գտնել, հաշվի առնելով նաև այն, որ Զելենսկին ինքը բնականաբար ունի ընդհանուր անվտանգության հարցեր, սրան զուգահեռ նաև Զելենսկին բնականաբար գտնվում է Եվրոպայի ազդեցության ներքո որոշակի իմաստով եւ մենք տեսանք նաև որ այդ Մոսկվայում տեղի ունեցողին զուգահեռ եվրոպական եռյակը եւ նաև Ուկրաինայի հարցում առանցքային զգայունություն ունեցող մյուս երկրի Լեհաստանի վարչապետը այցելեցին Կիև ըստ իս կար նաև որոշակի իրազեկվածություն, թե ինչ է քննարկվել ամերիկա-ռուսական տիրույթում եւ ինչ մեխանիզմ է կարող հասունանալ եւ կարծում եմ Եվրոպայի անհանգստությունը այստեղ բավական նկատելի էր այդ այցով, այսինքն Եվրոպան սկզբից եւ այդ գոհ չէ ամերիկա-ռուսական երկխոսության եւ գործարքի հեռանկարից, եթե ինքը այդտեղ կարող է մնալ դուրս եւ չլինել առանցքային կողմ, այսինքն Միացյալ Նահանգները, Ռուսաստանը եւ Չինաստանը առաջին շրջանով, այսպես ասած, քննարկումներ են իրականացնում, իսկ Եվրոպան կարող է լինել ավելի շատ դրանց սպառող, քան մասնակից։ Այս հանգամանքը չեզոքացնելու գործողությունների շարքում է թերևս նաև նրանց այցը Կիև եւ հատկանշական է նաև այդ արձագանքը, որ բավարար կարևոր քայլ է, բայց բավարար չէ։ Մակրոնի արձագանքները այդպիսին օրինակ ի տարբերություն Թրամփի, որը Ուկրաինային բավական հստակ կոչ արեց մասնակցել այդ բանակցությանը, այլապես գրելով, որ հակառակը ցույց կտա, որ Ուկրաինան պատրաստ չէ որևէ համաձայնության։ Հիմա տեսնենք, թե Ստամբուլում ինչպիսին կլինի իրավիճակը, այսինքն արդյոք կլինի Պուտին-Զելենսկի մակարդակով բանակցություն, թե Ռուսաստանն օրինակ կհրաժարվի անմիջական առաջին դեմքերի մակարդակով շփումներից, որովհետև Զելենսկին նախ հայտարարեց, որ պետք է մայիսի 12-ին հրադադար լինի նոր բանակցություն, բայց հետո կարծես թե նաև հայտարարություն էր արել, որ ինքը կսպասի մայիսի 15-ին Ստամբուլում Պուտինին, անկախ նրանից կլինի հրադադար, թե չի լինի։ Արդյոք սա, այսպես ասած, կոնտր առաջարկ էր ի պատասխան Ռուսաստանի, փորձելով քողարկված պայմանի տրամաբանություն ստանալ, այսինքն ակնկալելով, որ Պուտինը չի մասնակցի, կհրաժարվի առաջին դեմքով մասնակցությունից եւ կստացվի, որ այսպես ասենք Ուկրաինան արձագանքեց կառուցողական, Ռուսաստանը իր իսկ առաջարկից հետ կանգնեց։ Սա բավական այսպես նուրբ դիվանագիտական պահ է, ընդհանուր առմամբ առերևույթ եթե առաջին դեմքերի մակարդակով տեղի ունենա բանակցությունը, սա իհարկե կլինի հետաքրքիր, բայց ես կարծում եմ այստեղ Զելենսկուն կարվի առերևույթ այսպես ընթառաջ քայլ, բայց խորքային իմաստով կրկնեմ ուղիղ բանակցություն նշանակում է, որ Ռուսաստանը ստանում է հնարավորություն բանակցային ճանապարհով իր մոտեցումները պարտադրել Ուկրաինային։ Ես այս օրինակը բերեցի նաև նախորդին իմ տելեգրամյան գրառմամբ, որ մենք կարող ենք համեմատել օրինակ այն, ինչ տեղի ունեցավ հայ-ադրբեջանական գործընթացում։ Երբ միջնորդական ձևաչափեր այսպես սահուն դուրս եկան, եւ Հայաստանին թողեցին Ադրբեջանի հետ դեմ դիմաց եւ մենք տեսնում ենք, որ այդ դեմ դիմաց տրամաբանության մեջ բոլոր համաձայնությունները մեծ հաշվով կայանում են ուժեղ կողմի, ցավոք սրտի ուժեղ կողմի, Ադրբեջանի քաղաքական նարատիվներին համաձայն։ Սա է մեխանիզմը, սա բխում է մեխանիզմից, երբ երկու էապես տարբեր կշիռներ ունեցող, էապես տարբեր հնարավորություններ ունեցող սուբյեկտներ դեմ դիմաց ուղիղ բանակցության են նստում, ապա այդտեղ բնականաբար մեծանում է ուժային, այսպես ասենք, առավելություն ունեցող կողմի քաղաքական ազդեցության հնարավորությունը։ Շատ լավ, մենք հիմա Հայաստանին եւ Ադրբեջանին կգանք անպայման։ The Times-ը ասում է, որ Պուտինը բանակցություններում կպահանջի Ուկրաինայի կապիտուլյացիան, պատկերավոր ասած, Ռուսաստանի պահանջների թվում կլինեն Ուկրաինայում իշխանափոխությունը, ՆԱՏՕ-ին չանդամակցելը եւ տարածքային զիջումները, այսինքն օկուպացված տարածքների դե յուրե ճանաչումը։ Դուք եք կարծում, որ սա է լինելու ռուսական կողմի հիմնական բանակցային շեշտադրումը։ Ինչ է նշանակում պահանջել Ուկրաինայի կապիտուլյացիա։ Եթե նշանակում է, որ Ուկրաինան համաձայնի այսօրվա
ստատուս քվոին, այսինքն տարածքները թողնելուն եւ այլն, ես որևէ կերպ չեմ պատկերացնում, որ Ուկրաինան կարող է դե յուրե համաձայնել այդպիսի տարբերակի։ Զելենսկին դրա մասին ասել էր, չէ՞, որ անկախ Զելենսկու ասելուց ես չեմ պատկերացնում Ուկրաինայում որևէ ուժ, որը կասի, որ պետք է ճանաչել դե յուրե այն ինչ կա, նվազագույնը, եւ արժանանա հանրային թեկուզ նվազագույն ինչ-որ աջակցության, որևէ կերպ չեմ պատկերացնում, հետեւաբար քննարկումները անշուշտ լինելու են շատ ավելի բարդ, շատ ավելի համատեքստերով, եւ դրա համար եմ նշում, որ ըստ իս սա ամերիկա-ռուսական այս գործարք ասվածի կամ երկխոսություն ասվածի բաղադրիչ է։ Զելենսկուն տրվում է գուցե մի քիչ ավելի այսպես հնարավորություն դուրս գալ այն բարդ իրավիճակին, որում ինքը նաեւ ընդհանուր անձնապես է եւ իհարկե եվրոպական նարատիվների ազդեցությունից։ Եվ օրինակ ձեր մատնանշած այդ տեղեկությունները բրիտանական մամուլից տարածվող, սա եւս վկայում է, որ Եվրոպան դժգոհ է այս տարբերակից եւ այդ բովանդակության, այո, բովանդակության այն շեշտադրումները, որ արվում են, որ սա կնշանակի Պուտինը կապիտուլյացիա է պահանջելու եւ այլն, դա միտված է թերևս ստեղծել մթնոլորտ, որը, այսպես ասենք, հասարակական տրամադրությունները կդարձնեն բացասական կդարձնեն այսպիսի ձևաչափի հանդեպ։ Եթե հայտարարվում է, որ Պուտինը կապիտուլյացիա է պահանջում Զելենսկու համար բնականաբար բարդ է լինելու օրինակ Ուկրաինայում ներկայացնել գնալ եւ այնտեղ ուղիղ բանակցելը, թեկուզ Պուտինի մակարդակով։ Այսինքն այս պայքարը մենք շարունակելու ենք տեսնել, այսինքն նարատիվների, շահերի պայքարը եւ այստեղ եվրոպական մոտեցումները ես կարծում եմ այդքան էլ դրական չեն այսպիսի ձևաչափով հեռանկարների առաջ եւ ի վերջո չմոռանանք, որ խոսքը նաեւ ինչ որ սիմվոլիկա ունի այստեղ իրավիճակը եւ խոսքը վերաբերում է Ստամբուլում դեռևս 2022-ի մարտից սկսած process-ին, որը ինչպես հայտնի է, զգալիորեն նաեւ կասեցվել կամ տապալվել է բրիտանական միջամտությամբ եւ այդ մասին անգամ Ուկրաինայի պաշտոնյաներն են հայտարարել Արախամյան իշխող կուսակցության խմբակցության ղեկավարը։ Շատ լավ, մի հարց, ԱՄՆ-Ռուսաստան, հա, երբ ինտենսիվացան այս երկու երկրների շփումները տարբեր միջազգային ակտուալ հարցերի շուրջ, սկսեցին խոսակցությունները ազդեցության գոտիների բաժանման կամ դրա հնարավորության մասին։ Հիմա որքանով են տեղին այդպիսի խոսակցությունները այս երկու երկրների շփումների տրամադրության։ Սա է այն, ինչ կատարվում է միջազգային հարաբերություններում, այսինքն աշխարհի վերաբաժանման process։ Իսկ Ուկրաինայի հետ այդ բնական հազվագյուտ հանածուների գործարքը չի հուշում, որ օրինակ այս դեպքում այսպես ասած Ուկրաինան լիակատար ռուսական ազդեցության տակ թողնելու հնարավորությունը դա եւս մի փաստ է, որ այդ կապիտուլյացիայի մասին տեղեկությունները երբ հայտարարվում են, դրանք իրատեսական չեն, այլ միտված են մթնոլորտ ստեղծել քաղաքական ինչ-ինչ շահեր առաջ մղելու նպաստավոր միջավայր ձևավորելու համար, որովհետեւ երբ կա, ես հենց ուզում էի մատնանշել նաեւ այդ հանգամանքը եւ շատ շնորհակալ եմ հիշեցնելու համար, որ այդ գործարքը ինքնին վկայում է, որ Ուկրաինայում մեծ ներկայություն է ունենալու Միացյալ Նահանգները։ Եվ սա ինքնին նշանակում է, որ այդ Ուկրաինայի կապիտուլյացիա ասվածը առնվազն անհասկանալի եւ այսպես ասենք անիրատեսական տարբերակ է։ Կրկնեմ, եթե խոսքը վերաբերում է դե ֆակտո իրավիճակը կանգնեցնելուն եւ հետո արդեն քաղաքական ինչ-որ մեխանիզմների ձևավորմանը, ապա քաղաքական գնահատականների իմաստով իհարկե կարող է մեկը ասել կապիտուլյացիա, մյուսը այլ բնորոշում տալ եւ այլն։ Բայց պարզ է, որ այդ ամերիկա-ուկրաինական գործարքը նաեւ այն մասին էր, որ Ուկրաինայի մնացյալ մասում, ինչպիսին կլինի այդ մնացյալ մասը, բանակցային այս process-ը ցույց կտա եւ պատերազմը գուցե, որը կշարունակվի թերևս տևական ժամանակ ամենայն հավանականությամբ։ Ինչպիսին կլինի, Միացյալ Նահանգները այնտեղ ունենալու են շատ մեծ ներկայություն եւ Թրամփի առանցքային հայտարարություններից մեկը, որ այն տարածքում, որտեղ որ Միացյալ Նահանգները ստացան այդ հանածոների հանդեպ իրավունքներ եւ այլն, որևէ մեկը չի համարձակվի որևէ հավակնություն ունենալ Միացյալ Նահանգների շահերի այդպիսի արտահայտման տարածքում։ Այսինքն, այստեղ եւս մեկ վկայություն է, որ այդ բնորոշումները կապիտուլյացիա է պահանջելու եւ այլն, իհարկե պահանջները լինելու են առավելագույնը։ Սա ընդհանրապես ուժերի հարաբերակցությունից էլ գալիս է եւ բնականաբար բանակցային տրամաբանությունն է, այսինքն դնել բարձր նշաձողեր, հետո փորձել հասնել հնարավորներին։ Այսինքն սա նույնիսկ
աքսիոմատիկ ինչ-որ բան է, բայց կապիտուլյացիայի մասին կրկնեմ այդ խոսակցությունը ես կարծում եմ ավելի շատ քարոզչական էֆեկտով քաղաքական սեփական շահերը սպասարկելու տարբերակներից մեկն է։ Գալով մեզ օկուպացված տարածքներ եւ այլն, հա, դրանց այսպես ասենք ճանաչում է օկուպացիայի, ընդունում է իրականության եւ այլն, թեև ոչ դրա ամրագրում, օրինակ ինչպես ռուսներն են պահանջում դե յուրե, հա։ Եթե գալիս ենք մեզ, ապա եթե իրավիճակ ենք պատկերացնում, որտեղ Ռուսաստանը ի վերջո հաջողում է այդ սցենարում, հա, հասնում է նրան, որ այսպես շատ պայմանական ասած, որ Ուկրաինան հաշտվում է մտքի հետ, որ այդ տարածքները անցնում են Ռուսաստանի վերահսկողության ներքո եւ այլն։ Այս իրավիճակը որքանով է անդրադառնում Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների վրա։ Այս իրավիճակը որքանով է փոխում ներկա Հայաստան-Ադրբեջան գործընթացը։ Մենք Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներ ունենք, չունենք այդ խաղաղության ստորագրված համաձայնագիրը, սահմանազատման գործընթաց ունենք, որը դեռևս այսպես ասենք, առարկայորեն շարունակություն չի ունեցել այս միջես պահը։ Հայաստանը հույսը դրել էր, որ այդ սահմանազատման հանձնաժողովը ի վերջո կհասնի եւ կլուծի օկուպացված տարածքների դեօկուպացիայի հարցը, բացառելով ուժի կիրառումը, Ալմա-Աթայի հռչակագիրը, որին հղում է արվում Խորհրդային Միությունից անկախության ժամանակ այդ վարչական տարածքների բաժանման սահմանների ճանաչման մասին, որին հղում է անում Հայաստանի եւ Ադրբեջանի դեպքում էլ եվրոպական կողմը, հա, այս ամբողջ իրավիճակը ինչպես է փոխվում, եթե ի վերջո շատ պայմանական ասած միջազգային առանցքային դերակատարների կամ բլոկների եւ հենց նաեւ ընդհանուր Ուկրաինայի կողմից տեղի ունենում այդ օկուպացված իրականության ընդունումը։ Իմ գնահատմամբ Հայաստանի համար եւ ընդհանրապես մեր անվտանգության միջավայրի Կովկասի համար առավել մեծ եւ ազդեցիկ նշանակություն է ունենալու, թե ինչպիսի պատկեր է ձևավորվելու մերձավոր արևելքում, քան այն ինչ կա Ուկրաինայում։ Իհարկե այդ ուղղությունն էլ մեզ համար ազդեցիկ է, այսինքն Ուկրաինայում տեղի ունեցողը եւ դրա հնարավոր զարգացումները, բայց առանցքային հիմնարար իմաստով ես կարծում եմ մեզ համար կարևորագույնն այն է, թե ինչ process-ներ կծավալվեն մերձավոր արևելքում եւ այդ Միացյալ Նահանգներ, Ռուսաստան եւ Չինաստան երյակի շրջանակում այդ առումով ինչ համաձայնություններ կլինեն կամ ինչ անհամաձայնություններ կլինեն։ Մերձավոր արևելքը ասելով մասնավորապես նկատի ունեք Իրան, Սիրիա, հա, թե ծոցը, Իսրայել-Պաղեստինյան խնդիրները, այսինքն այդ մի քիչ ավելի մեծ ռեգիոնը, այո, Իրանի հարցը առանցքային է, ֆունդամենտալ է։ Սիրիան, Իսրայելա-Պաղեստինյան հարցը, որը եւս ֆունդամենտալներից մեկն է, եւ հարակից արդեն մնացած հարցերը, արաբական երկրների դերն ու նշանակությունը նոր անվտանգային համակարգում։ Իսրայելի վարչապետը նախորդին բավական էական մի հայտարարություն էր արել, խոսելով այն մասին, որ Իսրայելի համար գուցե ժամանակն է հրաժարվել Միացյալ Նահանգների անվտանգության աջակցությունից։ Իհարկե բազմաշերտ իրավիճակ է սա, բայց հատկանշական է, որ Նաթանյահուն խոսում է այդ մասին, եւ ես կարծում եմ սա արտահայտում է այն փոփոխությունների պատկերացումը եւ զգացումը, որ տեղի են ունենում մերձավոր արևելքում։ Աշխարհում ուժերի հարաբերակցության փոփոխությունը բնականաբար Միացյալ Նահանգներին բերում է իր դերի եւ Իսրայել-ամերիկյան հարաբերության վերանայման անհրաժեշտության։ Սրանք բարդ process-ներ են, սրանք 1 տարվա, 2 տարվա process-ներ չեն, բայց իրենց ներսում այդ խմորումները բնականաբար ենթադրում են այդ ամբողջ ճարտարապետության փոփոխություն։ Ինչի մասն է Իրանի հետ այս բանակցային process-ը, ինչու է օրինակ Ռուսաստանի հետ առանցքային բանակցողը ոչ թե Թրամփի Ուկրաինայի հարցերով հատուկ բանագնացը, այլ մերձավոր արևելքի հարցերով հատուկ բանագնացույթքով։ Այսինքն սրանք ցույց են տալիս, որ իսկապես առանցքային նշանակության հարցերը այդ համաշխարհային խառնարանում մերձավոր արևելքում են լուծվելու, իսկ այնտեղ իրավիճակը բնականաբար շատ ավելի բարդ է։ Ըստ այդմ ինչպիսի ազդեցություն կունենա մեր վրա ուկրաինական կարգավորումը շատ հարաբերական հարց է։ Եթե Ռուսաստանը ավելի այսպես ձեռքերը ազատվի կամ հանգիստ լինի ավելի, բնականաբար այս ուղղությամբ մի քիչ ավելի մեծ ուշադրություն կդարձնի եւ ավելի ակտիվ կխաղա։ Ինչ կենթադրի այդ ակտիվ խաղը, սա արդեն դարձյալ բազմաթիվ քննարկումների հարց է։
Իմ կարծիքով նաև ռուս-իրանյան այդ համաձայնագիրը, որ կնքեցին ռազմավարական մեծ գործակցության, սա ինչ որ իմաստով մերձավոր արևելքի եւ Կովկասի ռեգիոնների օրգանականության բարձրացման մասին համաձայնագիր է նաև, եւ այստեղ եւս շատ կարեւոր է դառնում, թե ի վերջո մերձավոր արևելքի վերաբերյալ ինչպիսի համաձայնություններ եւ ինչպիսի զարգացումներ կլինեն։ Սրանք կարծում եմ տևական process են լինելու։ Եվ այս առնչությամբ մի հանգամանքի էլ ուշադրության արժանացնենք, դետալային է թվում, բայց ամենայն դեպս կարծում եմ արժանի է ուշադրության։ Մի քանի օր առաջ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը կատարում էր եւ կատարում Էմիրի անվտանգության հարցերով խորհրդականի հետ հանդիպմանը քննարկվել են մերձավոր արևելքի անվտանգությանն առնչվող հարցեր։ Սա շատ հետաքրքիր է, երբ պաշտոնական հաղորդագրության մեջ օրինակ չի նշվում, որ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը Կովկասի, Հայաստանի անվտանգության եւ այլն այսպիսի հարցեր է քննարկել, այլ հենց այդ մի նախադասությամբ նշվում է մերձավոր արևելքի անվտանգության հարցեր։ Սրանք իսկապես կարևոր այսպես դետալային նշաններ են, թե ինչ է տեղի ունենում մեր շուրջ մեր միջավայրում, եւ կարծում եմ Հայաստանը իր անվտանգության միջավայրի հեռանկարները գնահատելիս շատ ավելի մեծ ուշադրություն պետք է դարձնի մերձավոր արևելյան զարգացումներին եւ իրողություններին, քան մեզանում ընդունված է համարել դեպի, այսպես ասենք, ուկրաինական ուղղություն։ Սա ամենևին չի նշանակում, որ պետք է հակադրել այս ուղղությունների հանդեպ ուշադրությունը միմյանց, բայց մեր ուշադրության կենտրոնում, ուշադրության ծանրության կենտրոնում պետք է լինի մերձավոր արևելքը, որտեղ մենք ավազանային գոտին մեր, այսպես ասենք, հենց մերձավոր արևելքն է։ Իսկ Իրանի հետ այդ լավատեսություն կա բանակցություններում, կարծես թե կողմերը հիմնականում էլի էս վերջին բանակցություններից հետո դրական են էլի համարում, հիմա սպասում են էլի հաջորդ բանակցային ռաունդը։ Ամենայն դեպս ողջունելի է, որ Միացյալ Նահանգները եւ Իրանը այդ մեկ շաբաթյա դադարից հետո, հետաձգումից հետո վերականգնեցին, վերսկսեցին հանդիպումները եւ նաեւ Արաղչին հայտարարեց 4-րդ հանդիպումից հետո, որ նախորդին տեղի ունեցավ, որ պայմանավորվել են նոր հանդիպման վերաբերյալ, հաստատակամ են շարունակել երկխոսությունը, սա իհարկե ողջունելի է եւ սա շատ դրական է առաջին հերթին նաեւ Հայաստանի համար։ Իրանի շուրջ կայունությունը բնականաբար ենթադրում է նաև կայունության կառավարելիության ավելի բարձր աստիճան Կովկասյան ռեգիոնում։ Մյուս կողմից իհարկե հասկանալի է, որ այդ Իրան-ամերիկյան process-ը ունի նաև իրենից դժգոհներին։ Այստեղ կարծում եմ ոչ միայն Իսրայելի մասին է խոսքը, Իսրայելի կառավարությունը նաև իր պատկերացումներով ունի այստեղ դժգոհություններ, բայց նաև ընդ որում կարծես թե դժգոհությունները գոնե այս փուլում հաջողվեց մեղմել եւ հաջողվեց զսպել, իդեպ նկատի ունենանք, որ Սպիտակ տանը տեղի ունեցավ պաշտոնյայի փոփոխություն Թրամփի անվտանգության խորհրդականը անվտանգության հարցերով, որին ըստ Washington Post-ի հեռացրեցին վարչակազմից Իսրայելի կառավարության լոբինգը առավել ակտիվ իրականացնելու համար Իրանի հարցում։ Բայց նաև այստեղ կա Եվրոպայի դժգոհությունը իմ գնահատմամբ, Եվրոպան, որը նախքին 6+1 այդ գործարքի մասնակից էր, հիմա կարող է դուրս մնալ նոր գործարքից, ամենայն դեպս չափազանց քիչ է խոսվում այս process-ում Եվրոպայի ներգրավվածության մասին եւ Ֆրանսիայի արտգործնախարարը հայտարարել էր, որ պետք է այս գործընթացը արտահայտի նաև Եվրոպայի շահերը Եվ այստեղ Եվրոպան բնականաբար կփորձի իր ներկայությամբ, իր ազդեցությամբ, այսպես ասենք, պարտադրել իր շահերը, իր ներկայությունը այս process-ում եւս։ Իսկ Կովկասը դրա միջոցներից մեկն է։ Սա առաջացնում է իհարկե բաժանարար գծեր, նոր բաժանարար գծեր մրցակցային, հուսանք, որ դրանք այդ մրցակցային process-ները դուրս չեն գա զուտ դիվանագիտական, տնտեսական եւ այլ process-ներից, բայց իհարկե կա նաեւ այս հանգամանքը։ Ընդհանուր առմամբ այդուհանդերձ ողջունելի է, որ Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև երկխոսության տրամաբանությամբ է զարգանալու իրավիճակը։ Ադրբեջան-Ռուսաստան հարաբերությունները ինչ է կատարվում։ Ոգևորվել այդ անկումներից թե ոչ, ինչ հանգամանքներում կարող են վերբեռնվել նորից այդ հարաբերությունները եւ ըստ ձեզ ինչու Ալիևը չգնաց Մոսկվա մայիսի 9-ին։ Շատ հետաքրքիր հանգամանք էր այն, որ մայիսի 9-ից 2-3 օր առաջ ադրբեջանցի այդ падգամավորի մուտքը արգելվեց Ռուսաստան։ Գիտենք, որ նախորդ տարվա դեկտեմբերից բավական լարված էր ադրբեջանա-ռուսական հարաբերությունը օդանավի աղետից հետո, Ալիևը պահանջում էր փոխհատուցում եւ այլն, ռուսները շատ կոշտ ասացին, որ ոչ մի փոխհատուցում չի լինի եւ առավելագույն այդ Պուտինի հայտարարությունն էր, ընդ որում ներողություն ոչ թե կատարվածի համար, այլ ներողություն, որ օդանավը վթարվել էր, այդ վթարային իրավիճակը ստեղծվել է Ռուսաստանի երկնքում։
եւ հետո ինչ որ շփումներ, հետո եղավ ռուսական տան այդ լարվածությունը։ Հիմա մայիսի 9-ից առաջ Ալիևը պետք է մեկներ, հայտարարել էր, որ մեկնելու է, եւ հանկարծ այդ միջադեպը, որը կարծես թե նրան տալիս է հնարավորություն, նոր լարվածություն է առաջացնում եւ տալիս է հնարավորություն, այսպես ասած, չմեկնելու ինչ որ անտուրաժ ստանալու համար։ Հարց է առաջանում, այդ հնարավորությունը տվեցին, որպիսի Ալիևը չմեկնի, թե գիտեին, որ չի մեկնելու, այսինքն այդուհանդերձ գիտեին, որ Ալիևը չմեկնելու որոշում է կայացրել։ Ռուս-ադրբեջանական հարաբերությունը, ինչպես որ հայ-ռուսական հարաբերությունը, եւս անցնում է ճգնաժամի փուլ։ Սա դարձյալ պայմանավորված է միջազգային փոփոխություններով։ Եվ միևնույն ժամանակ կապակցել ուղիղ ռուս-ադրբեջանական հարաբերությունը, որ մենք դրանից ինքնաբերաբար կլինենք շահողի դերում, ես կարծում եմ սա մի քիչ ավելի պարզունակ սխեմա է։ Ես չեմ կարծում, թե Ռուսաստանը կարող է դիտարկել Հայաստանի միջոցով Ադրբեջանին պատժելու կամ ինչ-որ այլ տարբերակներ։ Ըստ իս մի քիչ ավելի բարդ սխեմաներ են աշխատում ռեգիոնում, եւ Ադրբեջանի հարցում Ռուսաստանը իհարկե մրցակցում է աշխարհաքաղաքական մի քանի կենտրոնների հետ, փորձելու է այդ մրցակցությանը հաղթել, իսկ դա նշանակում է, որ իհարկե մտրակի քաղաքականություն կարող են վարել, բայց միայն կարկանդակին զուգահեռ։ Հետևաբար, եթե մենք ենք պատկերացնում, այո, մենք պետք է աչալրջորեն հետևենք այնտեղ ինչ է տեղի ունենում, հասկանալու համար, թե մեզ համար դիվանագիտական խաղի ինչ նոր տարածություն կարող է բացվել, իհարկե։ Եվ այս տեսանկյունից, սակայն, մենք պետք է կենտրոնանանք նրա վրա, թե մենք Ադրբեջանի հանդեպ ուժային բալանսի ինչ փոփոխություն ենք ունենում։ Վճռորոշը հենց դա է, ակնկալել, որ ինչ որ գեոքաղաքական կենտրոն Ադրբեջանի հետ լարվածություն կունենա եւ մենք դրանից ինքնաբերաբար կշահենք, ես կարծում եմ սա մի քիչ միամտություն է։ Մեր շահելու ճանապարհը ուժերի բալանսի քայլ առ քայլ փոփոխությունն է։ Միայն այդ պարագայում մենք կարող ենք արդյունավետ օգտագործել նաև այլ կենտրոնների հետ Ադրբեջանի խնդիրները, այդ թվում Ռուսաստանի հետ։ Եվ վերջին այդ տրամաբանության մեջ Ադրբեջան-Ռուսաստան հարաբերությունների շատ էլի այդպես պայմանական կամ պատկերավոր ասած վերբեռնումը հնարավոր է էլի Հայաստանի միջոցով։ Այստեղ դարձյալ հարցի բուն պատասխանը այն է, թե մենք որքանով ենք դիմադրունակ։ Եթե մենք դիմադրունակ չենք, որևէ մեկը չի գնա Ադրբեջանի հետ առճակատման Հայաստանին ինչ որ բոնուսներ տալու համար։ Եթե դիմադրունակ չենք, եթե դիմադրունակ չենք, բոլորն էլ մեր հաշվին են փորձելու Ադրբեջանի հետ իրենց հարաբերությունները կարգավորել։ Ոչ միայն Ռուսաստանը, նաև Եվրոպան, նաև եթե ունենան Ադրբեջանի հետ պայմանավորվելու խնդիր, բոլորը փորձելու են լուծել դա մեր հաշվին, եթե Ադրբեջանը սեղանին դնի հայ-ադրբեջանական հարցը։ Ես առիթ եմ ունեցել ասելու, այսօր դա տեղի է ունենում նաև Եվրոպայի հետ Ադրբեջանի հարաբերություններում եւ ճանապարհների հարցում բազմաթիվ հայտարարություններ, որ արեցին վերջերս եվրոպացի պաշտոնյաները, առաջացնում են մտահոգություն, բայց սխեմայի առումով եմ ես խոսում, բոլորը, եթե դու թույլ ես եւ ի վիճակի չես քո շահերը պաշտպանել, բնական է բոլորը առևտուր են անելու թույլի հաշվին Ադրբեջանի հետ։ Շնորհակալություն։ Ես շնորհակալ եմ։ Զրուցակիցս քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանն էր, ես Ժիրայր Ոսկանյանն եմ, մնացեք Առաջինի հետ։